Հատուկ ուզում եմ խոսամ ամերիկահայերի համար։ Ամերիկահայեր, վատ բանով չեմ ասում ամերիկահայեր, բայց ասեմ, որ այդ Ամերիկայի հայերը, ովքեր որ Նիկոլին դեմ են ու մտածում են, որ Հայաստանը քանդում է Նիկոլը, ես նիկոլական չեմ, ընդհանրապես քաղաքականությունով չեմ զբաղվում, պրոստը խոսակցություն եմ, խորհուրդ եմ ուզում տամ, տենց ասենք, որ դոշտված Հայաստանին եք պաշտպանում Նիկոլից, որ յանի Նիկոլը ձեր երկիրը վարի ա տալի։ Հիմա ես ձեզ հարց ունեմ, Տրամպն էլ ա ուզում Հայաստանը վերացնի, դե ելեք ցույցեր արեք, ցույցեր կազմակերպեք, որ ձեր երկրին վտանգ է սպասվում, եթե Ամերիկան այս երկու օրվա մեջ Իրանին ռմբակոծեց, պարալիզացրեց Իրանը, Հայաստանը վարի ա գնում, դուք դա մտածել եք, ամերիկահայեր, Նիկոլին եք քլնգում, Նիկոլ եք քննադատում, Նիկոլ է էս արեց, Նիկոլ են անում, Հայաստանը տվեց, Արցախը տվեց, էս արեց, են արեց։ Բա դուրս եկեք, ցուցանակներով դուրս եկեք, ասեք մեր երկրին վտանգ ա սպասվում, Տրամպ, էսի չես անում մեր երկիրը քանդում ես, հələ տենան քանի ժամ կմնաք ձեր տան մեջ, այդ դեմոկրատական երկրում, որ մտածում եք, որ այդտեղ դեմոկրատիա կա, դուրս եկեք, ցույցեր կազմակերպեք Տրամպի դեմ, ասեք մեր երկիրը վերանում ա, կանգնացրու կռիվդ, դու մեր երկրին վնաս ես հասցնում, Նիկոլին եք ասում վնաս ա հասցնում, Նիկոլը անխելք ա, ասենք ձեր երկրի, մեր երկրի դավաճանն ա, ասենք խոսքի։ Իսկ Տրամպը քաղաքական մեծ ուժեղ գործիչ ա, դեմոկրատական երկիր ա, դուրս եկեք փողոց, դուրս եկեք տենան քանի ժամ կմնաք այդ ցույցի մեջ, կամ այդ Տրամպի քլնգողները այդ դեմոկրատական երկրում քանի ժամ ազատության մեջ կմնան, դուք հասկանում եք ինչ ա կատարվելու, 90 միլիոն Իրանից, եթե 30 միլիոն փախավ Հայաստան, պարալիզացվելու ա ջուր, գազ, մազ, լրիվ, հոսանք, մոսանք չի լինելու, այդ ժողովուրդը փախնելու ա իր երկրից, դուք հասկանում եք Հայաստանը ինչ ա լինելու, Հայաստանը կորելու ա, Հայաստան չի լինելու էլ, դուրս եկեք, ժողովուրդ ջան, դուրս եկեք, Հայաստանում էլ կապ չունի, լուբոյ տեղ, դուրս եկեք, Հայաստանում դեսպանատան դեմը ցույցեր կազմակերպեք, կանգնացրեք կռիվը։